Մոտավոր 2 ամիս առաջ որոշեցի, որ ծնողներիս ուզում եմ հեռախոսներ նվիրել ու որոշեցի պատվիրել։ Պատվիրել եմ AliExpress-ից ու չասեք թե ով է պատվիրում AliExpress-ից հեռախոս, ես եմ պատվիրում ու առաջին անգամը չի, մի քանի անգամ պատվիրել եմ ու ամեն ինչ կարգին է եղել։ Ու այդպես 2 հեռախոսներ պատվիրեցի AliExpress-ի օֆիցիալ Realme խանութից։ Ես ունեմ դեմքից նոր բնակիչներ, եկեք փորձեմ թաքցնել։ Պատվիրելուց հետո բավականին արագ հասավ ինձ, ճիշտ է շատ երկար մնաց մաքսատանը, բայց դա առաքման խնդիրը չէր։ Հեռախոսները ստանալուց հետո մոտավորապես 1 շաբաթ 10 օր ես չեմ նվիրել հեռախոսները, որովհետև սպասում եմ ինչ-որ հետաքրքիր կերպով նվիրեի։ Մոտավոր 10 օր հետո նվիրում եմ հեռախոսները, հավանում են, սկսում են կարգավորումները տալ հեռախոսների ու ծնողները սկսում են օգտագործել։ Էլի մոտավոր անցնում է մի 10 օր, մայրիկս ասում է, որ հեռախոսը լավ չի աշխատում։ Ես հարցնում եմ, թե ինչն է խնդիրը, ասում է, որ կտրտում է։ Դե ես էլ այդ ամեն ինչը վերագրում եմ մեր ինտերնետ կապի վրա, որովհետև մեր ինտերնետը շատ վատն է, շնորհակալ եմ Fnet-ին դրա համար։ Ու այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում։ Դրանից 2 օր հետո ես եմ վերցնում հեռախոսը, որովհետև պետք էր ինչ-որ վիդեո նկարել։ Նկարելու ընթացքում հենց վիդեոն կտրտում է, այսինքն ես նկարում եմ ու հասկանում եմ, օրինակ կամերան տեղափոխում եմ աճից ձախ, այդ ընթացքում կամերան կտրտում է, հոլովակը կտրտում է։ Հետո մտնում եմ նկարածս նայելու, էլի ամբողջ հոլովակը կտրտված, դանդաղ, ինչ որ կադրեր չեն երևում, ձայնը գալիս է, պատկերը չկա, չգիտեմ, այդպեսի ինչ որ խնդիրներ։ Դրանից հետո սկսում եմ քչփորել հեռախոսը, որ հասկանամ ինչն է խնդիրը։ Ու ամեն մոտավոր 10 րոպեն մեկ ավտոմատ ինչ որ սկրինշոթեր է անում հեռախոսը։ Ինչ ծրագիր որ մտնում եմ, մի քանի րոպե հետո դուրս է գցում։ Ընդհանուր առմամբ շատ վատ է աշխատում։ Հեռախոսը օգտագործել եմ ամեն 10 օր ու այդ 10 օրվա ընթացքում ոչ մի խնդիր չի եղել հեռախոսի հետ։ Այսինքն ոչ հարված է ստացել, ոչ գետին է ընկել, ոչ մի բան, ու արտաքին ոչ մի վնասվածք չունի։ Դրանից հետո որոշում եմ գրել խանութին, որովհետև դե պարզ է, որ բռակ հեռախոս են օգտագործել։